Արդեն 4-րդ տարին է այդ պատերազմի, իսկ Պուտինը պատերազմը չի դադարեցնի, նա պարզապես չի կարող դա անել, որովհետև Պուտինը ուզում է երկու բան, հնարավորինս երկար ապրել եւ դրա համար միլիոնավոր դոլարներ է ծախսում սեփական առողջության վրա եւ նման մնալ աթոռին, մնալ նախագահի պաշտոնին։ Դրա համար ինքը պետք է շարունակի պատերազմը, որտեղ որ օրը որ նա պատերազմը դադարեցնի, ռազմական ռելսերի վրա դրված ռուսական տնտեսությունը կփլուզվի, զրկվելով այդ գերծախսերից եւ այլն։ Ռուսական էլիտան կսկսի նրան հարցեր տալ, հանուն ինչի էր այս ամեն ինչը, եթե դու մի օրում պիտի դադարեցնես պատերազմը առանց հաղթանակի, արդեն ռուսական էլիտայի ներսում կա շատ լուրջ պառակտում, որի մասին ես կարող եմ երկար խոսել, որովհետեւ շատ մոտիկից եմ հետևում եւ շատ լավ տեղյակ եմ դրան։ Եվ երրորդը, եթե Ռուսաստանը պատերազմը դադարեցի, 600,000 զինված քրեական անցյալ ունեցող մարդիկ կվերադառնան Ռուսաստան եւ վայ Ռուսաստանին այդ ժամանակ կկրկնվի 1917 թվականը եւ երբ առաջի համաշխարհային պատերազմի ճակատի փլուզումից հետո ռուսները եկան Սանկտ Պետերբուրգ եւ հեղափոխություն արեցին եւ ռուսական կայսրությունը փլուզվեց։ Մի կողմից դուք ասում եք, եթե պատերազմը չդադարեցնի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կհասնի նրան, որ Ռուսաստանը կփլուզվի։ Եվ մյուս կողմից նշում եք, եթե պատերազմը դադարեցվեց, Ռուսաստանը կփլուզվի այդ ներքին գործոնների պատճառով։ Հիմա այստեղ Բարը բլուզումն է։ Չէ, սա ցուցվանգային վիճակ է, ես համաձայն եմ ձեր հետ։ Պուտինը լավ ելքեր չունի։ Պատերազմը դադարեցնել չի կարա, պատերազմը շարունակել, ստիպված կշարունակի, բայց էլի դա լավ լուծում չի, որովհետև ինչքան անխուսափելի է Ռուսաստանի փլուզումը։ Անխուսափելի է, հասկանում եք, այդ երկիրը անդառնալիության կետը անցել է։ Եվ նորից եմ ասում, բաներ կան, որ մեր ցանկությունից վեր են։ Ոչ մի կայսրություն անվերջ չի կարող գոյատևել։ Եվ Ռուսաստանի այն խորը հակասությունները, քաղաքական, տնտեսական, ռազմական, դեմոգրաֆիական, միջէթնիկ, Չեչնիայի եւ Կրեմլի հարաբերությունները։ Չասացիք փլուզում ասելով ինչ նկատի ունեք։ Փլուզում ասելով ես նկատի ունեմ 91 թվականի կրկնություն, երբ այն ժամանակ Խորհրդային Միության, հիմա Ռուսաստանի պերիֆերիայում գտնվող որոշ սուբյեկտներ, Չեչնիա, Դաղստան, Թաթարստան, Բաշկիրիա կհրճակեն իրենց անկախությունը եւ Ռուսաստանից կմնա ինչ որ մի շատ ավելի փոքր հողակտոր, ոնց որ ԽՍՀՄ-ի դեպքում մնաց ընդամենը Ռուսաստան, մնացածը անկախացան, որը որ արդեն կխրվի ներքին խնդիրների մեջ եւ այն իշխանությունը, որը կլինի Պուտինի ռեժիմի տապալումից հետո, ստիպված կլինի արևմուտքի հետ լեզու գտնել ցանկացած զիջման դեմ Ուկրաինա, Կովկաս, ցանկացած զիջման դեմ հասնել նրան, որ գոնե սանկցիաների մի մասը հանվի, Ուկրաինա, Ռուսաստանի տնտեսությունը սկսի շնչել եւ ստանա իշխանության դաբրոն Վաշինգտոնից։ Հասկանալի է։